Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանի հետ։ Պարոն Միրզոյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Միրզոյան, այսօր առաջարկում եմ մեր զրույցը սկսենք Իսրայելի, Թուրքիայի և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրակարգից։ Ես ուզում եմ նաև հեռուստատիտողին հիշեցնել, որ դուք նաև մասնագիտությամբ թուրքագետ եք, խնդրում եմ նաև մեզ խորքային վերլուծություն տրամադրեք, ինչ է առհասարակ դա մեզ տալիս, վերջին օրերին ակտիվ դիսկուրս կա, առհասարակ դա մեզ ինչ-որ մի բան տալիս է, թե ոչ, բոլորը քննարկում են, որ Իսրայելը իր շահերն է պաշտպանում և սա ակնհայտ է մեզ համար, որ իր շահերն է պաշտպանում, բայց Հայաստանի համար դա ինչ նշանակություն ունի։ Նախ շնորհակալություն տաղավար հրավիրելու համար եւ այդպիսի հետաքրքիր հարցեր քննարկման առաջարկելու համար։ Իրոք վերջի այսօր արդեն 3-րդ օրն է, կարծես թե ողջ հայկական լրատվական դաշտը նվիրված է հենց այդ Իսրայելի կառավարության որոշմանը եւ դրա հետևանքների, դրա հնարավորությունների, եթե այս պարագայում կարելի է այդ բառը օգտագործել, իրականում դա հասկանալի է։ Ուղղակի հիշեցնեմ, որ բավականին երկար դադարից հետո հերթական մի երկիր ճանաչում է հայոց ցեղասպանությունը, բայց այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որին պետք է մենք ուշադրություն դարձնենք, դա դեռևս, այսինքն այն որոշումը, որը կայացվել է Իսրայելի կառավարության կողմից, դա դեռևս Իսրայելի կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչումը չէ։ Կա համապատասխան ընթացակարգ, այսինքն կառավարությունը պետք է հանդես գա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, դիմի խորհրդարան, Կնեսեթ, որը եւ պետք է համապատասխան քննարկումներից հետո, համապատասխան հանձնաժողովներում որոշում ընդունի եւ միայն այդ պարագայում, եթե լինի դրական որոշում, մենք կարող ենք խոսել, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Հիմնականում քննարկումները, որոնք մենք այս օրերին ունենք, դրանք վերաբերում են ոչ թե բովանդակությանը կամ այդ տեխնիկական խնդիրներին, այլ նրան, թե ինչու Իսրայելը գնաց այս քայլի եւ արդյոք դա մեծ ձեռնատու է, թե ոչ։ Կան մարդկանց մի ստվար զանգված, որը պնդում է, որ քանի որ սա ընդունվել է ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով, ապա դա որևէ մեզ պետք չէ, մենք պետք է դրանց հրաժարվենք։ Գիտեք, մի քիչ զարմանալի մոտեցում է իմ կարծիքով, որտեղ ցանկացած որոշում հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը եղել է, ընդունվել է ոչ թե սոսկ ինչ բարոյական նորմերից ելնելով, այլ իհարկե նախևառաջ քաղաքական նկատառումներից ելնելով։ Դա փաստ է, որը մենք չենք կարող հերքել, որը չենք կարող անտեսել։ Ասեմ դեռ ավելին, որ Հայաստանն էլ իր հերթին, Հայաստանը լինելով երկիր, ընդունել է որոշ ցեղասպանությունների փաստը, բայց Հայաստանը նույնպես այդ քայլին գնում է որոշակի քաղաքական նկատառումներից ելնելով եւ դա բնական է, դա քաղաքականության կոպիտ ասած անբաժան մասն է։ Հիմա թե ինչու Իսրայելը այս անգամ գնաց այսպիսի քայլի, ինչու Իսրայելը կոպիտ ասած ճանաչելով կառավարության մակարդակով ցեղասպանությունը կարմիր լույս կարմիր քարտ ցույց տվեց Թուրքիային, դա առանձին պատմություն է եւ դա ամենահետաքրքիրն է իմ կարծիքով։ Դրան դեռ պարոն Միրզոյան, դրան առաջարկում եմ առանձին անդրադառնալ։ Նախ, քանի որ դուք հատուկ նշեցիք, որ դեռ խորհրդարանը չի ընդունել, մենք գիտենք խորհրդարանական երկիր է եւ կարեւորը հենց այստեղ է, բայց կա կանխատեսում փորձագիտական շրջանակում, որ խորհրդարանը այդպես էլ չի ընդունի, որովհետեւ շուտով գնում է արձակուրդ, իսկ հոկտեմբերի վերջին արդեն նոր խորհրդարանական ընտրություններ են։ Դուք ինչ կարծիք ունեք սրա հետ կապված։ Դուք փաստորեն կներեք կոպիտ արտահայտության համար, դուք կտրում եք իմ հացը, որտեղ նույն բանը ես ձեզ պետք է պատմեի, որ խորհրդարանով անցկացնելու հեռանկարները այս անգամ բավականին մշուշոտ են։ Հիշեցնեմ, որ առաջին անգամ չէ այս հարցը հասնում խորհրդարան, Կնեսեթ, 16 թվականին քննարկվել է խորհրդարանի հանձնաժողովներից մեկում։ Ակնհայտ է, որ կան բավականին լուրջ խոչընդոտներ այս որոշումը խորհրդարանով անցկացնելու համար ձեր կողմից նշված ժամկետներում, այդ ամենը ենթադրաբար թույլ է տալիս եզրակացության գալ, որ խոսքը այստեղ գնում է ոչ թե
ցեղասպանության ճանաչման ընդունման մասին, այլ դա Իսրայելա-թուրքական հարաբերությունների հերթական զարգացումն է, որի մեջ նաև այս անգամ ներգրավել է հայոց ցեղասպանության գործոնը։ Մարդիկ, եթե ուշադիր հետևեն վերջի շրջանում, վերջի շրջան ասելով 1-2 տարի առնվազն Թուրքիա-Իսրայել հարաբերություններում տեղի ունեցող զարգացումներ չեն զարմանա, որտեղ վաղուց ի վեր թևակողել են բացահայտ դիմակայության այդ փուլը, թե Թուրքիան, թե Իսրայելը գնում են որոշակի քայլերի, որոնք իրենց կարծիքով կարող են լուրջ վնաս հասցնել, թե այդ հակառակորդ երկրի հեղինակությանը, թե նրա ազգային շահերին։ Եվ այստեղ ես կարծում եմ տեղին է մտածել նրա մասին, որ սա հերթական մի դրվագ է։ Ճնշում է այսինքն գործադրում Թուրքիայի։ Ճնշում է գործարկվում, չեմ բացառում, որ հաշվի առնվել նաև այդ հանգամանքը, որ տեխնիկապես շատ դժվար կլինի անցկացնել Կնեսետով այս որոշումը այս փուլում, սա հերթական ճնշման փորձ է Թուրքիայի վրա, բայց արդյոք դա նվազեցնում է այս հանգամանքի, ցեղասպանության ճանաչման այս փաստի կարևորությունը, թե ոչ, դա այլ խնդիր է։ Ես կարծում եմ, որ բոլոր այդ թերի բացական կողմերը, որոնց մասին մենք հիմա շատ սեր խոսեցինք, այդ առումով այնուամենայնիվ շատ կարևոր է, որ հայոց ցեղասպանության հարցը, նրա ճանաչման խնդիրը դեռևս շարունակում է մնալ օրակարգում։ Իհարկե, ավելի ցանկալի կլիներ, որ հայոց ցեղասպանության ճանաչման այդ քաղաքականության հետևում կանգնած լիներ հայոց պետությունը, ինչպես մենք դա ունեցել ենք։ Մեր օրակարգում փաստորեն իշխանությունների օրակարգում չէ դա, բայց միջազգային օրակարգում է։ Այսինքն մենք որքան է փորձենք փակել։ Չէ, դրա մասին իշխանությունները բացահայտ ասել են, կա Արարատ Միրզոյանի անցյալ տարի, եթե չեմ սխալվում, արված հայտարարությունը, որից հետո բազմիցս կրկնվեց, կա իմիջիայլոց շատ զավեշտալի մի բան հիշեցնեմ, փաստորեն երկրի վարչապետը Փաշինյանը ինքը անցյալ տարի նույնպես ստիպված էր անդրադառնալ Իսրայելի կողմից, ցեղասպանության ընդունման հեռանկարներին, քանի որ եթե հիշում եք օգոստոսին երկրի վարչապետ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն մի հարցազրույցում ամերիկյան լրատվականին ասել էր, որ մենք ճանաչում ենք հայոց ցեղասպանությունը, դրանով որևէ խնդիր չկա եւ եթե հիշում եք այն ժամանակ նույնպես Փաշինյանը ինչ որ տարօրինակ մի պատասխան մեկնաբանություն հնչեցրեց, որից բխում էր, որ Հայաստանը այլևս շահագրգռված չէ հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Պարոն Միրզոյան, ինչպիսին պետք է լիներ Հայաստանի արձագանքը դրան, ես նաև ուզում եմ մեջբերել հենց Նիկոլ Փաշինյանի երեկվա արդեն իսկ արձագանքը, նա ասում է, որ արձագանքի կարիք առհասարակ չի տեսնում, որովհետև հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից։ Ես ուզում եմ մեկնաբանեք նրա այս արձագանքը եւ իրականում ինչպիսին պետք է լիներ Հայաստանի արձագանքը, նույնիսկ երբ մենք գիտակցում ենք, որ սա հստակ Իսրայելի համար քաղաքական գործիք է։ Նախ ուզում եմ շնորհավորել պարոն Փաշինյանին, որ հայերեն լեզու մուտք է անում նոր բառ զենքայնացում, որքանով դա հասկանում եմ ինստրումենտալիզացիա բառի թարգմանությունն է, ինչ են ասում կալկա, որը հայերենում սակայն այդ իմաստը եւ բովանդակությունը չունի։ Փոխանակ նոր բառեր հորինելու եւ այդ բառերի միջոցով փորձել արդարացնել մեր ներկայիս իշխանությունների անգործությունը այս հարցում, ես կարծում եմ տեղին կլիներ ավելի խորքային պատասխան տալ, իհարկե խոսքը չի գնում նրա մասին, որ մենք պետք է կուրորեն ողջունենք Իսրայելի այս քայլերը, բայց այն հանգամանքը, որ հայոց ցեղասպանության խնդիրը դեռևս գոյություն ունի, այն չի փակվել, ինչպես մեզ փորձում են անդադար համոզել, կամ ասում են դուք մոռացեք ցեղասպանության մասին եւ դա կլինի ձեր լուսավոր, պայծառ ապագայի բանալին, հանգամանքները վկայում են նրա մասին, որ հակառակը այս փաստը կա, ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը դեռևս գոյություն ունի եւ
եթե նույնիսկ ինչ-ինչ քաղաքական գործիչներ փորձում են իրենց աչքերը փակել, հրաժարվել այս հանգամանքից, միևնույնն է, անկախ իրենց դիրքորոշումից, իրենց հայտարարություններից, ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը գոյություն ունի։ Այստեղ եկակ ցեղասպանության ճանաչման կարևորությանը, որովհետև 30 տարվա ընթացքում երևի թե նման հարց չի բարձրացվել, թե մեր ինչին է պետք ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Հիմա այդ հարցն է օրակարգում, բայց դա մեզ ինչ է առհասարակ տալիս, եթե ճանաչեին։ Կարելի է պարզապես օրակարգը դնել մի կողմ եւ հանգիստ ապրել։ Ես ուզում եմ հենց հрьяաների օրինակը, պարոն Միրզոյան, քննարկենք օրինակի համար։ Եթե հрьяաների ցեղասպանությունը, հոլոկոստը չճանաչվեր, արդյոք Իսրայելը այսօր կլիներ այն, ինչ որ կա այդ պետությունը։ Ոչ իհարկե, եւ դրա մասին բացահայտ խոսում են նաեւ իրենք հрьяաները, իրենք հрья քաղաքական գործիչները, սկսած Դեյվիդ Բեն-Գուրիոնից, Գոլդա Մեյերից, պետության հիմնադիրներից, որոնք ի վերջո, եթե մի կողմ թողնես այդ բոլոր իրենց խոսքերը եւ այլն, իրենց ասած իմաստը դա էր, որ մենք ստեղծեցինք պետություն, որպես հատուցում այն ծանր ահավոր հանցագործության, որին մենք ենթարկվեցինք։ Նայեք, այստեղ իհարկե կա մի շատ կարևոր հանգամանք, որը ցեղասպանության զոհերի ժառանգների համար իրոք առաջնային է։ Դա չեմ կարծում վերաբերում է այլ ազգերին, բայց հենց այն ազգին, որի ներկայացուցիչները ենթարկվել են ցեղասպանության, իրենց համար դա շատ կարևոր է բարոյական պատասխանատվության խնդիրը։ Եվ այդ հանգամանքը ես կարծում զորու է թե հрьяաների, թե մեծ հայերիս համար, թե բազմաթիվ այլ ազգերի համար, որոնք մարդկության պատմության ընթացքում ենթարկվել են ցեղասպանության, Կա նույնիսկ հատուկ գիտություն, որը կոչվում է ցեղասպանագիտություն, եթե ոմանք տեղյակ չեն դրա մասին, որը գիտական հենքի վրա ապացուցում է, որ ցեղասպանության ճանաչումը, ցեղասպանության դատապարտումը, ցեղասպանության մասին խոսելը պետք է հենց ցեղասպանության ենթարկվածների ժառանգներին, որպեսզի այն հսկայական հոգևոր տրավման, որը կրել են իրենց նախնիները եւ որը փոխանցվել է իրենց, որպեսզի այդ տրավմայից այդ մարդիկ կարողանան ձերբազատվել։ Դա մեկ, երկրորդը, իհարկե ցեղասպանության խնդիրը ունի հստակ քաղաքական երանգներ։ Իհարկե դա շատ լուրջ գործիք է։ Երբ որ մենք խոսում ենք ցեղասպանության մասին, մենք նախ եւ առաջ ազդակ ենք տալիս, որ մենք հիշում ենք ցեղասպանության մասին եւ մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ ցեղասպանությունը չկրկնվի։ Եթե կրկնվեց Արցախում։ Այո, եթե մենք այսօր լռում ենք ցեղասպանության գոյության մասին, դա նշանակում է, որ մենք ազդակ ենք տալի այն ցեղասպան ուժերին, որոնք պատասխանատու են այդ գործողության համար, ազդակ ենք տալի, որ դուք ազատ եք եւս մեկ անգամ կրկնել այդ փորձը։ Դրա համար դուք հիշատակեցիք իրադարձությունները Արցախում, իրոք պատմության կրկնություն եղավ։ Պատմության կրկնություն եղավ, այսօր որքանով որ մենք պարտավոր ենք խոսել հայոց 15 թվականի հայոց ցեղասպանության մասին, նույն եռանդով մենք պետք է խոսենք Արցախում տեղի ունեցած ցեղասպան գործողությունների, էթնիկ զտումների եւ Արցախի հայաթափման մասին։ Բայց մեզ ասում են այդ էջն էլ փակեք։ Փաստորեն մենք նորից ենք ազդակ տալիս մեր թշնամի պետություններին, երբ արդեն Արցախի էջն էլ ենք փակում։ Գիտեք, մեզ փորձում են ասել, որ այդ տեսակետը, որ չպետք է փորփրել, հին վերքերը եւ այլն, պետք է նայենք դեպի պայծառ ապագա եւ այլն, մեզ փորձում են ասել, որ դա տրամաբանական է եւ դա է ճիշտ ուղին, բայց դա տրամաբանություն է, որը որևէ առնչություն չունի մարդկային արժեքների, մարդկային բարոյականության հետ, դա տրամաբանություն է, որը մեզ փորձում են ներարկել։ Հիմա երևի ես կլինեմ 10,000-րդ ձեր հյուրը, որ այս բանից, տաղավարից ասում է, որ մենք ենթարկվում ենք տեղեկատվական ագրեսիայի, Ես էլ միանամ այդ մարդկանց թվին, ասեմ, այո, մենք ենթարկվում ենք հզոր տեղեկատվական ագրեսիայի, որի արդյունքը հետևյալն է. վերաձևափոխել ժամանակակից հայ կերպարը, փոխել նրա նախապատվությունները, վերածել յուրատեսակ մի կենդանի արարածի, որի միակ նպատակն է համով ուտելը եւ ապա տաք քնելը, մոռանալ
պատմությունը, մոռանալ անցյալը, մոռանալ ազգայինը, հա, տեսեք մի շարք ուղղություններ կան, որոնցով մենք անընդհատ ամեն օր ենթարկվում ենք որոշակի ճնշման, եւ եթե ոմանց թվում է, որ դա պատահականություն է եւ մարդիկ, որոնք խոսում են դրա մասին, ուղղակի շատ կասկածամիտ են կամ խելագար են, գիտեք, ի վերջո բավական է նայել վերջի տարիների զարգացումներին եւ ամեն ինչ պարզ է դառնում, հա, սկզբից մեզ ասում են, որ եկեք չխոսենք Ղարաբաղի մասին, եկեք չխոսենք պատմության մասին, հետո մեզ ասում են, որ մեր պատմությունը պետք է արմատապես վերանայել, պատմությունը այդքան էլ լավ պատմություն չի, պետք է նոր պատմություն ունենալ, հա, ինչ է դա նշանակում, յուրաքանչյուր ազգ, որը փորձում է ստեղծել իր համար նոր պատմություն, դառնում է բոլորովին նոր ազգ։ Պարոն Միրզոյան, հիմա տեսեք, մենք Արցախի օրինակը բերեցինք, հիմա էլ շատ հստակ նախ զուգահեռներ են անցկացվում ցեղասպանված, եթե ես այս բառը ինձ թույլ տամ օգտագործել, ցեղասպանված արցախահայերի եւ ադրբեջանցիների միջև, այսինքն դրվում է հավասար հարթության վրա եւ մեզ հերիք չի, մենք չենք ասում, որ արցախահայերը ենթարկվել են ցեղասպանության եւ էթնիկ զտման, դրա հետ մեկտեղ մենք ասում ենք չխոսենք նրանց մասին, նրանց իրավունքների մասին, որպեսզի այնտեղ Ադրբեջանում չխոսեն ադրբեջանցիների իրավունքների մասին, բայց սրա այդ զուգահեռ մենք տեսնում ենք, ուրեմն Միացյալ Նահանգներում կազմակերպվում է համաժողով, որի թեման է ադրբեջանցիների էթնիկ զտումը հայերի կողմից, այսինքն մենք լռում ենք իրականում մեզ հետ կատարված ողբերգությունների մասին, այնտեղ հորինում են ինչ-որ ողբերգություններ եւ դա դարձնում են միջազգային օրակարգ։ Հիմա մենք այս դեպքում ինչ պետք է անենք։ Գիտեք, մարդիկ, որոնք ասում են, եկեք չխոսենք Արցախի մասին, իրենք էլ չեն խոսի, ասենք թե 300,000 ադրբեջանցիների մասին եւ այլն, ինձ հիշեցնում է, գիտեք, փոքր երեխաներ կան, չէ, որոնք պահկվոցի են խաղում, փոխանակ գնան պահկվում, վերցնում աչքերն են փակում, ասում են, ես ձեզ չեմ տեսնում, ուրեմն դուք էլ ինձ չեք տեսնում։ Ջայլամի քաղաքականություն, եթե խոսակցական ասենք։ Հա, հա։ Իհարկե դա որևէ քննադատության չի դիմանում այդ մոտեցումը եւ ընդհանրապես նայեք, երբ որ մենք խոսում ենք փախստականների, հա, բռնի տեղահանվածների մասին, դա սոսկ ինչ-որ տերմին չէ, դա սոսկ ինչ-որ մի բառ չէ, դա մարդկային ողբերգություն է։ Եվ այդ մարդկային ողբերգությունը բերել հասարակ, պարզեցնել, դնել հասարակ ինչ-որ թվային մաթեմատիկական, հա, այդ հաշվարկի մակարդակին, ես այս կողմից 0, այս կողմից է 0, այս կողմից 10 փախստական, ուրեմն այն կողմից է 10 փախստական։ Դա ուղղակի ոչ բարոյական մոտեցում է։ Արցախահայության խնդիրը, արցախահայության հայրենազրկումը չի կարող մոռացվել, չի կարող համեմատվել մեկ այլ ողբերգության հետ, չի կարող արցախահայության հարցը փակվել, քանի որ մեզ ասում են, որ մենք դրանով փորձում ենք լուծել մեր ինչ-ինչ հարցեր, հա, դա մոտապես նման է նրան, եթե քեզ ասեն, եթե չես ուզում, որ ինչ-որ մեկը իրեն ված գա, ուրեմն դու էլ պետք է քեզ լավ զգաս։ Հիմա ինչ վերաբերում է այդ պնդումներին, որ կարող ենք նաև տեսականորեն հասնել այն իրավիճակին, երբ որ մեր հարևանները չունենա որևէ պահանջ Հայաստանի նկատմամբ, դա նույնպես զավեշտալի է, որտեղ մենք ակնհայտ կերպով տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից եւ նաև մասամբ Թուրքիայի կողմից բացահայտ քաղաքականություն է վարվում, որի նպատակն է ապահովել Հայաստանի տարածքում Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցության կրիտիկական աճը։ Եվ դրան նպատակաուղղված գնում են նաև այստեղ ադրբեջանական էթնիկ էլեմենտի ավելացման ճանապարհով։ Հիմա ասում են 300,000 մարդ չեն բերի, խոսքը գնում է ոչ թե քանակի մասին, խոսքը գնում է նրա մասին, որ նույնիսկ մեկ վերաբնակչի ներկայությունը Հայաստանի տարածքում իր հետ բերելու են նաև մի շարք այլ հանգամանքներ։ Այո, անվտանգություն։ Դու պետք է նաև պարտավորություններ վերցնես ապահովելու նրա անվտանգությունը, նրա իրավունքները եւ այլն եւ այլն եւ այլն։
Մինչդեռ հակառակողմը այդ քայլին բացարձակ մտադրություն չունի։ Ես մի բան ասեմ, այս ծրագիրը մեր մոտ շատ հաճախ փորձում են ներկայացնել որպես նախագահ Ալիևի անձնական նախաձեռնություն, հա, ասում են ադրբեջանցիներն են ուզում եւ այլն, բայց իրականում ես համոզված եմ, որ սա ավելի շատ թուրքական ծրագիր է, եկեք չմոռանանք, որ 20-ական այս 20-21 թվականներին անմիջապես պատերազմի ավարտից հետո Թուրքիայի տարածքում ստեղծվեցին մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց հռչակում էին արևմտյան Ադրբեջանի, իրենց ասելով, ժառանգներ, հա, նույնիսկ հռչակվեց այսպես կոչված Գեչայի հանրապետություն եւ այլն եւ այլն, եւ այդ ամենը արվում էր Թուրքիայի իշխանությունների հովանուտ ներքո եւ սատարմամբ։ Ակնհայտ է, որ այստեղ ունենք երկու երկրների համագործակցությունը այս հարցում եւ գործ ունենք մի ծրագրի հետ, որը անկախ Հայաստանի իշխանությունների այդ փորձերից, հա, ջայլամի քաղաքականություն վարելու, գործ ունենք մի քաղաքականության հետ, որը իրագործվելու է։ Միևնույն է, առաջ են տանում, ընտրություններից հետո հստակ առաջ են տանում, բայց այստեղ փաստորեն արդեն ասում են, որ մեղավոր է ընդդիմությունը, որովհետև այս շրջանում խոսեց։ Տարօրինակ է, հա, ընդդիմությունը խորհրդանում դրված դրոշները Արցախի օրինակ։ Ընդդիմությունը մեղավոր է նաև նրա համար, որ կարող է պատերազմ լինել, չնայած պատերազմի հավանականության մասին հայտարարում է ինքը վարչապետը, հա, հիշում եք, չէ, իր հայտարարությունը, որ սեպտեմբերին մեծ պատերազմ է սպասում։ Եթե չստանա սահմանադրական մեծամասնություն։ Պաշտոն ինքն է առաջինը հայտարարել, որ պատերազմ է սպասում, իսկ ընդդիմությանը մեղադրել կներեք, դա ընդդիմության ուղղակի պարտականություն է, եթե ընդդիմությունը չի խոսում այդ հարցերի մասին, եթե ընդդիմությունը լռում է, ապա ում է պետք այդպիսի ընդդիմություն։ Ես համոզված եմ, հակառակ որ ընդդիմությունը դեռ քիչ է խոսում։ Ընդդիմությունը պետք է ավելի բարձր ձայնով, ավելի հստակ խոսի։ Պարոն Միրզոյան, վերադառնալով Թուրքիային, նաև զենքայնացման բառին, քանի որ փորձում եք բարձր ծագումնաբանությունը, տեսեք, Թուրքիայի պատասխանը Իսրայելին եղավ այսպիսին, ասում է, պատմական իրադարձությունը որպես քաղաքական զենք է օգտագործվում։ Այսինքն երկու դեպքում էլ եւ Նիկոլ Փաշինյանն է խոսում զենքայնացման մասին եւ Թուրքիան է խոսում։ Ես ուզում եմ զուգահեռները անցկացնելով անդրադառնանք այն տեսակետին, որ Թուրքիան թույլ չի տալիս Հայաստանին արձագանքել, դա իսկապես այդպես է։ Ու նաև խնդրում եմ համեմատություն նաև զուգահեռ անցկացնենք 24 թվականի հետ, երբ Հայաստանը ճանաչեց Պաղեստինի պետությունը, դարձյալ հստակ կար կարծիք, որ դա էլ է Թուրքիայի ցուցումով տեղի ունեցել։ Հա, դրան նախորդել էր հեռախոսազրույց Էրդողանի հետ, հա, գիտեմ։ Մենք կարող ենք այս զուգահեռները անցկացնել։ Գիտեք, դժվարանում եմ ասել, թե եղել է ինչ-որ մի հեռախոսազանգ կամ, չգիտեմ, գրավոր ցուցում անել այս քայլը, բայց այստեղ կա այլ հանգամանք։ Մենք վերջի շրջանում տեսնում ենք, որ մի շարք հարցերի շուրջ Հայաստանի իշխանությունները փորձում են վարել այնպիսի քաղաքականություն կամ գնալ այնպիսի քայլեր, որոնք իրենց կարծիքով որևէ վտանգ կամ սպառնալիք չեն ներկայացնում Թուրքիայի կամ Ադրբեջանի համար եւ չեն առաջացնի իրենց դժգոհությունը։ Բազմաթիվ օրինակներ կան, սկսենք այն հայտարարություններից, որ մենք չենք խոսելու ցեղասպանության մասին, հա, մենք պատրաստ ենք մոռանալ Արարատը եւ այլն, այսինքն այս համատեքստում երբ որ դու նայում ես այս ամենը, բարձր է, որ ինչ որ քաղաքական դիրքորոշում մշակելիս եւ արտահայտելիս հաշվի են առնում նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավոր արձագանքները։ Եթե sense համատական սանրակ դնենք, մենք ունենք շատ կոշտ Թուրքիայի հայտարարություն, հա, Իսրայելին ուղղված։ Հա, ունենք այս մի քիչ տարօրինակ երանգներով Ադրբեջանի հայտարարություն, որի իմաստը եթե պարզեցնենք, հետևյալն է, շատ ենք խնդրում մի խորացեք հերիքա։ Եվ ունենք մեր անհասկանալի մեկնաբանություն հայտարարությունը, որից որևէ բան չի հասկացվում, միայն մի բանը հասկացվում է, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում որևէ առնչություն ունենալ ցեղասպանության հարցի հետ։
Հիմա եթե իսկապես Իսրայելի խորհրդարանն էլ ընդունի այս բանաձևը, միևնույն է Հայաստանից արձագանք չի լինի ձեր կարծիքով։ Դեք, ուրեմն ցեղասպանության հարցը ընդհանրապես թուրք-իսրայելական հարաբերություններում վերջի շրջանում անընդհատ շարքում է, այո, դա ակնհայտ է։ Հա, ու ընդ որում այդ շարքումը սկսել է հենց թուրքական կողմը, մեղադրելով Իսրայելին, Գազայում եւ այլ շրջաններում ցեղասպանության մեջ, պնդելով, որ քանի որ սա ցեղասպանություն է, ապա այն վաղեմության ժամկետ չունի եւ վաղ թե ուշ պետք է կրեն պատիժը եւ այլն եւ այլն։ Այս առումով Իսրայելի պատասխանը իրոք եթե վեր կանգնենք զգացական նրանից որ խոսքը վերաբերում է մեզ եւ այլն այդ հանգամանքներից այս առումով Իսրայելի պատասխանը տրամաբանական է։ Կոպիտ ասած Իսրայելը այս քայլով Թուրքիան ասում է միջև խոսել ցեղասպանության մասին հիշիր քո արածը եւ պատասխան տուր դրա համար։ Կարծում եմ որ Իսրայելը ավելի հակված է չծախսել իր վերջի փամփուշտը, կոպիտ ասած, հա։ Հա, դա պահել մշտական զենք։ Պահել մշտական զենք, այս անգամ նրանք կրկին եկան կանգնեցին եզրին։ Չեմ կարծում, որ մոտ ժամանակներս, միգուցե սխալվում եմ, չեմ պնդում, բայց մոտ ժամանակներս Իսրայելը պաշտոնապես, հա, ողջ ընթացակարգով կճանաչի ցեղասպանությունը, բայց համենայն դեպս այսօր Թուրքիայի առջև դրվում է նաև այս վտանգը, որ ինքը կարող է մեղադրվել ցեղասպանության մեջ նաև Իսրայելի կողմից, իսկ Իսրայելը, որքան էլ այսօր Իսրայելի դիրքերը միջազգային ասպարեզում թուլացած են եւ այլն, ինքը շատ առումներով ցեղասպանության հարցում երկիր է, որը յուրատեսակ ցուցիչ է, հա, իր դիրքորոշումը։ Եթե Իսրայելն է արդեն խոսում նրա մասին, որ այո, սա ցեղասպանություն է, դա կոպիտ ասած ուղղակի շատ չնչին մակարդակի իջեցնում Թուրքիայի ջանքերը դիմադրելու ցեղասպանության ճանաչմանը։ Պարոն Միրզոյան, ես ուզում եմ այս համատեքստում նաև տարածաշրջանային վերափոխմանը անդրադառնանք։ Տեսեք, դուք ասում եք Իսրայելը չի ճանաչի, կպահի վերջին փամփուշտը, կա երկու հակասական տեսակետ, որքանով ուսումնասիրել են փորձագետների կարծիքները։ Մի կողմից ասում են ԱՄՆ Իրան-Իսրայել հակամարտությունը մոտենում է ավարտին եւ Իսրայելը արդեն իր համար նոր թշնամի է գտել եւ դա Թուրքիան է, այսինքն հստակ արդեն սրվելու են եւ այստեղ վերափոխումներ է լինելու։ Այստեղ նաև հիշեցնում են Նեթանյահուի խոսքերը հենց երեկվա, երբ նա ասում էր, որ Թուրքիան մեզ ամենօրյա ռեժիմով սպառնում է ոչնչացնել, իսկ մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, որ ով քեզ սպառնում է ոչնչացնել, նա դա անում է։ Հետո ասում է մեր ամերիկյան բարեկամներին կդիմենք եւ այլն, այսինքն հստակ կա, որ կարող է փոխվել այստեղ տարածաշրջանում իրողությունը եւ հստակ լինի Իսրայել, ԱՄՆ, Թուրքիա առճակատում։ Կա նաեւ մեկ այլ տեսակետ, որ այս տեսակետը միշտ է գերիշխել, որ իրականում Թուրքիան եւ Իսրայելը բարեկամներ են, մենք գիտենք նաեւ Նեթանյահուի եւ Էրդողանի այս բարեկամական ընկերական հարաբերությունների մասին եւ ասում են, եթե իսկապես նրանք այսպես առճակատման մեջ են, ինչու է նրանց մեջ տնտեսական կապերը այդքան խորացված եւ գնալով էլ ավելի է խորանում իրականում տնտեսական ցուցանիշները։ Հիմա ի վերջո ո՞րն է սրանց մեջ իրականությունը եւ արդյոք տարածաշրջանում վերափոխումներ լինելու են։ Նախ որ տարածաշրջանում վերափոխումներ լինելու են, դա ակնհայտ է, վերափոխումները արդեն տեղի են ունենում եւ մենք ապրում ենք այդ փուլը, հա։ Իրանի այդ հակամարտության վերջի զարգացումները, բազմաթիվ այլ իրադարձություններ, որոնք տեղի են, միգուցե այդքան էլ հանրության աչքին չեն զարնում, բայց տեղի են ունենում գետնի վրա, նույն Սիրիայում, Ծոցի երկրներում եւ այլն, դրանք վկայում են նրա մասին, որ տարածաշրջանում իրոք որոշակի փոփոխություններ, տրանսֆորմացիա է տեղ ունենում։ Հիմա այն դուք ասացիք, որ Էրդողանն ու Նեթանյահուն ընկերներ են եւ այլն, ոնց կարող են ընկերներ իրադրել, գիտեք, ով որ ասում է, որ Էրդողանն ու Նեթանյահուն ընկերներ են եւ բարեկամներ են, թող հիշեն, թե ինչ ընկեր եւ բարեկամ են Էրդողանն ու Բաշար Ասադը, ընտանեկան նկարներ, որոնք հիշեցնում են բարձրաշխարհիկ այդ ամսագրերի նկարները, շապիկները, բանը, հա, այսօր Բաշար Ասադը չկա, Բաշար Ասադը ապրում է փախուստի մեջ, Էրդողանն էլ ասում է, որ մենք գանկեց արինք այդ սրիկային, հա,
Սա քաղաքականություն է, սա մենք հայերը շատ ենք սիրում, գիտեք, մեզ թվում է, որ քաղաքականության մեջ չնայած պնդում ենք, որ մենք քաղաքականությունից ամեն ինչ հասկանում ենք եւ այլն, բայց մենք շատ ենք սիրում քաղաքականությունը բացատրել ինչ-ինչ մարդկային հարաբերությունների կատեգորիաներով, հա։ Բայց այստեղ նաև ես ասացի, որ բացատրում են օրինակ տնտեսական ցուցանիշներով։ Տնտեսական ցուցանիշները իմիջայլոց վերջի շրջանում սկսել են նվազել։ Նվազում են։ Հա, սկսել են նվազել։ Այո, երկար ժամանակ բաներ փորձում էին, այսինքն տնտեսական ոլորտում հարաբերությունները շատ դրական էին զարգանում, բայց ես ձեզ մեկ այլ օրինակ բերեմ, մենք այսօր ունենք բավականին լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց դա դեռևս շատ կրիտիկական չի անդրադարձել մեր տնտեսական հարաբերությունների վրա։ Չէ, հակառակը, նորից նույն օրինակն է, ավելի խորացավ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը հենց այս իշխանությունների օրոք, որոնք ամենաշատն էին խոսում։ Այսինքն այս դեպքում էլ կարող ենք այսպես դավադրությունների տեսության շրջանակում նայել։ Վերադառնալով Թուրքիային ու Իսրայելին, ասեմ հետևյալը, որ իրոք Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները, որքան էլ մարդիկ դրան չհավատան, վատ են, չնայած այն հանգամանքին, որ երկար ժամանակ, երկար տարիներ հենց Թուրքիան էր Իսրայելի համար հիմնական դաշնակիցը այս տարածաշրջանում, որի վրա հենվելով Իսրայելը փորձում էր հակակշռել թե իրանական գործոնը, թե արաբական երկրների գործոնը, բայց տարածաշրջանի այդ տրանսֆորմացիան ի վերջո հանգեցրեց նրան, որ Թուրքիան այլևս չունի այն կարևորությունը Իսրայելի համար, ինչ որ նախկինում է ունեցել, հակառակ Իսրայելը այսօր վարում է նոր պայմաններում այլ քաղաքականություն, իսկ Թուրքիան իր որդեգրած քաղաքականությամբ այդ տարածաշրջանային գերտերության քաղաքականությունը, հա, եւ հայտերը, որի մենք պատրաստ ենք նաեւ դառնալ ամենաբարձր մակարդակի գերտերություն, որտեղ մենք զենք ենք արտադրում, մենք միջուկային էներգետիկա ունենք եւ այլն, դա իրոք Իսրայելում ընկալվում է որպես բավականին լուրջ մարտահրավեր։ Իսրայելի արտաքին քաղաքականությունը ընդհանրապես ես կարծում եմ ովքեր ինձ որ լսում են մասնագետները կհամաձայնվեն հիմնված է հնարավոր վտանգների նախապես չեզոքացման վրա։ Իսրայելցիք ի տարբերություն մեզ նախապես նստում հաշվարկում են որտեղից կարող են գալ վտանգները եւ փորձում են չհասնել այնպիսի մի դրության, երբ որ այդ վտանգը կդառնա իրոք ռեալ վտանգ։ Այսօր իրոք թուրք-իսրայելական հարաբերությունները բավական կրիտիկական վիճակում են, դա ասեմ ձեզ, որքան էլ տարօրինակ թվա, որոշակի դրական տարել ունի թե Էրդողանի, թե Նեթանյահուի համար, որտեղ երկուսն էլ ունեն լուրջ խնդիրներ երկրի ներսում, երկուսին էլ իրենց ընտրական զանգվածը մոբիլիզացնելու, իրենց արվող քայլերը բացատրելու համար հարկավոր է արտաքին թշնամի, հիմա Նեթանյահուն, որը վերջի տարիներին անդադ ասում է, որ մենք մահացու հարված հասցրեցինք Իրանին, հա, չի կարող ասել, գիտեք, որ Իրանը շարունակում է մնալ մեր թշնամին։ Եվ հաղթել է, հա։ Դրա համար իրեն պետք է մի նոր թշնամի, որը ընդ որում շատ լուրջ է։ Խնդիրը ինչու՞մն է, որտեվ եթե պահպանվեր Ասադի վարչակազմը եւ Սիրիայում իշխանության չգար Աշ-Շարայի կառավարությունը, հա, եւ նրա այդ ողջ խմբակը, միգուցե թուրք-իսրայելական հարաբերությունները չմտնեին այդքան վատ փուլի մեջ։ Գաղտնիք չէ, որ Շարայի իշխանության գալով Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում մեծացավ, այսօր նույնիսկ ոմանք պնդում են, որ իրական երկրի կառավարիչը հենց Թուրքիան է, իր գաղտնի ծառայությունների, վարձկանների միջոցով, եւ փաստորեն Իսրայելը, որը նախկինում իր սահմաններին ուներ, հա, վտանգ էր, բայց բավական թույլ վտանգ էր, Սիրիա էր, որը զբաղված էր ներքին հարցերով, եւ որոնց դեմ իր պայքարում Իսրայելը միշտ ուներ արտաքին աշխարհի աջակցություն, որտեղ իրենք ընկալվում են որպես մահմեդական ահաբեկիչներ, ծայրահեղականներ։ Այսօր իր սահմաններին ունի մի պետություն, որը վերահսկվում է, սերտ համագործակցում է Թուրքիայի հետ եւ որը օգտվում է արևմուտքի օժանդակությունից։ Դա շատ լուրջ հանգամանք է Իսրայելի համար,
նայեք մի շարք բաներ, հա, հանգամանքներ թելադրեցինք ներքին քաղաքական գործոնը, արտաքին այդ տարածաշրջանի փոփոխությունները, որը բոլորը օբյեկտիվորեն հանգեցնում են նրան, որ իրոք թուրք-իսրայելական հարաբերություններում մենք կարող ենք ստեղծված իրավիճակ գնահատել որպես կրիտիկական։ Այստեղ նաև ուզում եմ անդրադառնանք Ադրբեջանին։ Հիմա Ադրբեջանը արդյոք ընտրության առջև է կանգնած, որովհետև երկու իր դաշնակիցներն են փաստորեն առճակատման մեջ, եւ Ադրբեջանի այս հայտարարությունը արդեն նշանակում էր, որ ինչ-որ առումով ընտրություն կատարեց, երբ հորդորեց Իսրայելին վերանայել իր որոշումը։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը վերջնական ընտրություն է կատարել, իրոք ընտրության խնդիր ունի, այդ ընտրության հարցը առաջին անգամ չէ, որ գալիս է Ադրբեջանի առջև կանգնում, որտեղ երկու երկրների հետ էլ Ադրբեջանը ունի համագործակցության սերտ աշխատանքի բավականին երկար փորձառություն։ Եթե Թուրքիայի պարագայում գերիշխում են էթնիկ մոմենտները, հա, ինչ-որ մշակութային, կրոնական եւ այլ հանգամանքներ, ապա Իսրայելի պարագայում ավելի գերիշխող է անվտանգային պահը, այսինքն հնարավոր քաղաքական շահը եւ այլն։ Հիմա մինչ այս օրը Ադրբեջանին հաջողվել է փոքր-շատ է պահել բալանսը, բայց իրավիճակը մոտենում է այն փուլին, երբ որ իր երկու բարեկամները պայմանական կարծես թե գնում են դեպի ավելի բացահայտ առճակատում, եւ դա իրոք Ադրբեջանի համար ամենավատագույն սցենարներից մեկն է, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Իրանի այս հակամարտության բարեհաջող հանգուցալուծման պարագայում մենք ունենալու ենք մի տարածաշրջան, որտեղ կտրուկ աճելու է Իրանի դերակատարությունը եւ ազդեցությունը, հա։ Եվ դա մի հանգամանք է, որը նույնիսկ ադրբեջանցիներ վերլուծաբաններն են, ոչ թե պաշտոնական վերլուծաբանները, որոնց այստեղ լսեցնում են մեզ, այլ մարդիկ, որոնք վերլուծում են իրենց ժողովրդի համար, իրենց սոցցանցերում, այսինքն նույնիսկ իրենք են դա ընդունում, որ այսօր Ադրբեջանի համար իրոք շատ ծանր շրջան է։ Եվ ցանկացած քայլ կարող է բերել անդառնալի հետևանքների։ Պարոն Միրզոյան, մեզ անդրադառնանք ու դրանով ամփոփենք մեր զրույցը շատ կարճ։ Այս վերադասավորումների ֆոնին, հատկապես երբ ասում ենք, որ Իրանը կարող է մեր տարածաշրջանում դառնալ հզոր պետություն եւ իսկապես մեծանա Իրանի դերակատարումը, այստեղ թրիփի ֆոնն է, որին Իրանը դեմ էր եւ Ադրբեջանի համար դժվար շրջան է սկսվում։ Ինչ պետք է անի Հայաստանը, այսինքն այս իրավիճակը որքանով մեզ համար կարող է բարենպաստ լինել կամ գուցե հակառակը եւ Հայաստանի քաղաքականությունը ինչպիսին պետք է լինի։ Գիտեք, հարց եք տալի, որին հնարավոր չէ շատ կարճ պատասխանել։ Հայաստանը շատ կարճ պատասխանելու փորձում հետեւյալը։ Հայաստանի քաղաքականությունը պետք է հիմնված լինի իր ազգային շահի վրա, այլ ոչ թե այս կամ այն հովանավորի շահի վրա, հա, որտեվ այսօր այն արտաքին քաղաքականությունը, որը մեզ հրամցնում են, հա, հետեւյալն է, ասում են նախկինում մենք վարում ենք պրոռուսական քաղաքականություն, այսօր մենք պետք է վարենք բալանսավորված։ Եթե իշխանությունների ասածն ենք մեջբերում։ Հա, բայց բալանսավորված ասելով նկատի ունեն, որ մենք պետք է լինենք պրո-եվրոպական։ Այո։ Հա, թե ինչով են լավ եվրոպացիները ռուսներից այդքան էլ պարզ չէ, միգուցե որ ավելի գեղեցիկ են հագնվում կամ ավելի շատ օծանելիք են օգտագործում, երևի թե դա անձնական ճաշակի հարց է, բայց խոսքը չի գնում նրա մասին, որ Հայաստանի քաղաքականությունը պետք է հիմնված լինի նրա ազգային շահի վրա։ Հակառակը մենք տեսնում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գնալով նվազում է ազգային շահերի կոմպոնենտը, հա։ Այսինքն ուշադրություն դարձրեք մեր քաղաքական գործիչների հայտարարություններին, չգիտեմ, այն փաստաթղթերին, որոնք հրապարակվում են եւ այլն, ամենտեղ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանը միանում է այս երկրին, այս դիրքորոշմանը եւ այլն, բայց Հայաստանը չունի իր ինքնուրույն դիրքորոշումը։ Որքան շուտ Հայաստանը կարողանա վերադառնալ ինքնուրույն դիրքորոշում ունենալու այդ վիճակին, իսկ մենք ունեցել ենք նման շրջաններ, որքան էլ հիմա մարդիկ չհավատան եւ ասեն նման բան չէ, բայց մենք ունեցել ենք։ Ինքնիշխան ենք եղել։ Խոսքը ինքնիշխանության մաս չէ, խոսքը նրա մասն է, որ Հայաստանը ժամանակին
կարողացել է, փորձել է վարել նաև այնպիսի քաղաքականություն, որը ավելի շատ նախապատվություն է տալի իր սեփական շահերին։ Եվ ասեմ ձեզ, այդ նման քաղաքականությունը ըմբռնումով էր ընդունվում բոլորի կողմից։ Ես անձամբ մասնակցել եմ մի շարք, օրինակ, բանակցությունների, որոնք մենք վարում ենք, ասենք թե ամերիկյան կողմի հետ, դա Իրանի դեմ կիրառվող այդ պատժամիջոցների շրջանն էր, եւ բոլորը պնդում են, որ դա շատ ծանր հետևանքներ ունենալու Հայաստանի համար, որտեղ Հայաստանը Իրանի հետ ստիպված է տնտեսական եւ առևտրային հարաբերություններ ունենալ, երբ որ մենք փորձեցինք բացատրել մեր դիրքորոշումը, ներկայացնել թե մոտեցումը, իհարկե հասկացան։ Չնայած մինչ այդ ոմանք ասում են, որ իմաստ չունի, ամերիկյան կողմը, գիտեք, հսկայական այդ տրակտորի պես գալու է բոլորիս սրբի եւ տանի։ Կարճ ունենալ սեփական ազգային շահից բխող։ Սեփական ազգային շահ, սեփական դեմք։ Շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանի հետ։ Մենք կհանդիպենք լավ եղեք։